Դուք համաձայն եք դրա։ Ես մի առաջարկություն ունեմ, քանի որ երկու համայնքից ներկայացուցիչներ էլ կան, դարձյալ ես ուզում եմ անդրադառնալ օրենքի հենց այդ կետին։ Հարգելիներ, եթե մարդ կա, որ մինչև հիմա չգիտի, որ կառավարության կողմից օրենքն ընդունվել է 2006 թվականին եւ 19 տարի չեն անդրադարձել այդ կետին, հետո 2021 թվականին մրցույթ է հայտարարվել, որին մասնակցել է միայն մուլտիտրանսը եւ շահել է 250 դրամ ուղևարցի արժեքով, այն դեպքում, երբ այդպիսի ուղևարցի արժեք այս կողմերում չի եղել ընդհանրապես, մեզ կառավարությունում դա պատճառաբանեցին նրանով, որ մրցույթի մասնակիցը մեկ ընկերություն է եղել եւ իրենց առաջարկած այդ ուղևարցը գինը թողել են նույնը։ Հիմա ես ասում եմ, թող ինձ ներեն, բայց ինձ կասկածելի է թվում, որ մրցույթին մասնակցում է ընդամենը մեկ ընկերություն եւ հաղթում է, էլ չասեմ, որ օրենքը ընդունվում է 2006 թվականին եւ 19 տարի չի գործում ընդհանրապես, իսկ 2021 թվականին մրցույթ հայտարարելուց հետո եւս 4 տարի չի գործում եւ որոշում են միկրոավտոբուսները երթուղի բերել 2025 թվականին եւ արդեն աստղաբաշխական գներով։ Հիմա ասեմ, ես հարց եմ բարձրացրել նաեւ կառավարությունում։ Այս ընթացքում արդյոք բարելավվել է այն խոցելի խավերի կյանքը, որոնք նվազագույն աշխատավարձ եւ նվազագույն կենսաթոշակ են ստանում։ Իսկ բոլորս գիտենք, որ հանրային տրանսպորտից օգտվում են հենց այդ խավի մարդիկ եւ ընտանիքներ կան կոնկրետ Պրոշյանում, որի անդամներից 4-ը նույնիսկ 5-ը օգտվում են հանրային տրանսպորտից։ Հանրային տրանսպորտից են օգտվում նաև մեր զոհված զինվորների ընտանիքի անդամները, երեխաներ, 3 երեխա, կինը, ծնողները, նրանք ի վիճակի են տանելու այս ֆինանսական բեռը։ Ես ուղղակի այս դեպքում պահանջում եմ, պահանջում եմ, որ հարգեն այն մարդկանց ընտանիքների իրավունքները, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի համար։ Իսկ մենք, մեր կառավարությունը, մեր, ինչ ասեմ, թո իշխանավորները չէ, մեր համամարզեցիներն ասեմ, մեր ուղղակի հայ մարդիկ, այդ մարդկանց արյունը չեն արժևորում, չեն հարգում մարդկանց կորուստը եւ ցույց տան ուղղակի ուշադրություն։ Իհարկե, այդ մարդկանց կորուստը անդառնալի է, հազար ներողություն, բայց իմ տղան 44-օրյա պատերազմի մասնակից է, ամսի 28-ին գնացել է եւ զորացրվել է դեկտեմբերի 24-ին։ Երբ իմ աշակերտները զոհվեցին, ես անասելի տառապանքներ եմ տարել, որովհետեւ զանգից զանգ եմ ապրել։ Ես փառք Աստծո կորուստ չեմ ունեցել, բայց իմ աշակերտները իմ հարազատներն են։ Նրանք եւս ինձ համար են զոհվել, մեզից յուրաքանչյուրի համար են զոհվել։ Այսօր մենք պարտավոր ենք գնահատել նրանց։ Հարգելի լրագրողներ, շատ ներողություն եմ խնդրում։ Ուրեմն այսպիսով ձեր ներկայությամբ հայտարարվեց, որ մենք երկու համայնքներով բացառապես միասնական ենք գործելու այսուհետ, մենք ամբողջությամբ միանում ենք Պրոշյան համայնքի հարցադրմանը, պահանջին եւ Պրոշյան համայնքը նույնպես միանում է մեր պահանջին։ Այսուհետ, հարգելի լրագրողներ, մենք դա արձանագրեցինք, շնորհակալություն։